Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV եթերում ռևյուի հերթական թողարկումն է։ Տաղավարում այսօրվա մեր հյուրն է Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, դիվանագետ, Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանը։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան։ Բարև ձեզ։ Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի առաջարկած եւ հնդածս փոփոխությունների ենթարկվող խաղաղության ծրագիրը քննարկվում է եւ հարցերը այս թեմայի առնչությամբ շատ են։ Առաջին հերթին ձեզ այն կարող է դառնալ հիմք խաղաղ կարգավորման եւ Ուկրաինայում պատերազմի դադարեցման, շահերի ինչ բախումներ եք տեսնում այս գործընթացում եւ ամենակարևորը, եթե պատերազմը դադարեցվի, նույնիսկ եթե դա վերջնական խաղաղության չբերի, աշխարհաքաղաքական ինչ ազդեցություն է ունենալու եւ ուղիղ կամ անուղղակի ինչ ազդեցություններ կլինեն հարավկովկասյան տարածաշրջանի վրա։ Դե նախ ես կարծում եմ, որ ամերիկյան առաջարկները տևական քննարկման առիթը կտան, ընդ որում դժվար թե շատ արագ Ռուսաստանն ու Ուկրաինան ղեկավարները նստեն բանակցային սեղանի մոտ միասին, թեև նախագահ Թրամփը հույս հայտնեց, որ շուտով հնարավորություն կունենա հանդիպելու պարոնայք Զելենսկուն եւ Պուտինին, բայց առայժմ ես այդ առումով թերահավատ եմ։ Ինչ վերաբերում է պատերազմի ընթացքին, ընթացիկ իրավիճակն այնպիսին է, որ լավատեսություն չի ներշնչում, այսինքն անգամ եթե բանակցային սեղանի շուրջ ինչ որ խնդիրներ համաձայնեցվեն, թնջուկն այնքան բարդ է եւ բազմաթիվ դերակատարների հետ փոխկապակցված, որ այստեղ միայն Վաշինգտոն, Մոսկվա, Կիև եռանկյունու շրջանակներում հարցը լուծելի դժվար թե լինի։ Եվ անգամ եթե բոլորը հիացմունք արտահայտեն եւ ասեն, որ Թրամփի ծրագիրը եւ խաղաղության օրակարգը հոյակապ են, միևնույն է, քանի որ առկա են իրական լուրջ հակասություններ եւ մոտեցումներում եւ շահերի տեսանկյունից, ես կարծում եմ, որ բոլորը կասեն ծրագիրը լավն է, բայց ամեն ինչ կանեն, որ այդ ծրագիրը իրականություն չդառնա, եւ որը ամենակարևորն է, կարծում եմ, որ եւ ինքը նախագահ Թրամփը եւ իր թիմը այդ բանը շատ լավ հասկանում են եւ գիտակցում են եւ պատրաստ են երկարատև խախտանելու։ Ինչ վերաբերում է այս իրադարձությունների հնարավոր ազդեցությանը մեր տարածաշրջանի վրա, կարծում եմ, որ մեր տարածաշրջանում իրադարձությունները ծավալվել են եւ ծավալվելու են առաջիկայում անկախ նրանից, թե Ուկրաինայում խաղաղություն կհաստատվի թե ոչ։ Ընդ որում այդ խաղաղությունը բոլոր դեպքերում պայմանական է լինելու, որովհետեւ առկա հակասությունները հաղթահարելի չեն եւ միշտ պատերազմի վերսկսման համար կարող են որպես առիթ ծառայել։ Իսկ մեր տարածաշրջանում շատ բան կախված կլինի նրանից, թե կոնկրետ Իրանի հանդեպ Միացյալ Նահանգները, Իսրայելը, Մեծ Բրիտանիան ինչպիսի դիրքորոշում կորդեգրեն առաջիկա ամիսների համատեքստում, որտեղ բոլոր դեպքերում մենք տեսնում ենք, որ Իրան-Միացյալ Նահանգներ հակասությունները չեն հարթվում, Իսրայելը շահագրգռված է շարունակել Իրանի վրա ճնշում, այդ թվում նաև ռազմական ուժի կիրառման միջոցով, տեսնում ենք, որ Ադրբեջանում անսահմանափակ փաստորեն զենք է լցվում, եւ այդ զենքը դժվար թե հենց Իրանի հետ կապակցված չլինի։ Ոստի Ուկրաինական ճակատը եւ հարավային Կովկաս, Իրան, կենտրոնական Ասիա տարածաշրջանը թեև հանդիսանում են գլոբալ մեծ աշխարհաքաղաքական գործընթացի բաղադրյալ տարրեր եւ մեկ ընդհանուր ծրագրի մասեր, այնուամենայնիվ դրանք կարող են ավտոնոմ կերպով ակտիվացվել, սառեցվել եւ այսպես պարբերաբար կլինեն կոնֆլիկտի սրացումներ, բայց այդ սրացումները ինքնանպատակ չեն, դրանք փոխելու են ընդհանուր աշխարհաքաղաքական դիմագիծը Եվրասիայի եւ ուկրաինական իրադարձությունները
ընդհանուր առմամբ ուղղված են լինելու եւ էին Եվրամիության դեմ, բացի նրանից, որ դա ռուս-ուկրաինական պատերազմ էր, դա անմիջականորեն շոշափում էր նաեւ Եվրամիության շահերը եւ շոշափելու է առաջիկայում եւ ըստ էության կարող եմ ասել, որ Եվրամիության միասնականությունն է վտանգված։ Մեր տարածաշրջանում իրադարձությունները շարունակվելու են նախ Իրանի դիրքերի թուլացման ուղղությամբ կատարվելիք գործողություններով, բայց նաև պետք է հասկանանք, որ Իրանի թուլացումը նաև Չինաստանի դիրքերի թուլացումն է, ընդ որում ոչ միայն հենց Իրանում կամ Պարսից ծոցում Իրանով միջնորդավորված, այլև ընդհանուր առմամբ այս ողջ տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում եւս, եւ Հարավային Կովկասը այդ շրջաններից, տարածաշրջաններից մեկն է, որտեղ Չինաստանի գործողությունները կարող են կաշկանդվել առաջիկայում։ Իսկ ինչ հակասություններ կան ըստ ձեզ այժմ ամերիկյան շահերի եւ եվրոպական առաջատար պետությունների շահերի հետ, կարող ենք այս պարագայում առանձնացնել ամերիկյան խորհրդային շահերը եւ Թրամփի քաղաքականության առաջնահերթությունները։ Թրամփը շահագրգռված է միաժամանակ թույլատնելու Եվրամիությունը եւ Չինաստանը, որտեղ Եվրամիությունը եւ Չինաստանը միասնական, եթե ճակատ կազմելու հնարավորությունը ստանան, կարող են համաշխարհային գերակայությունը վերցնել իրենց ձեռքը։ Դրա համար տարիներ շարունակ ուկրաինական ճգնաժամի մեջ Եվրամիությանը ներքաշելով ուղղակիորեն Միացյալ Նահանգները սկսեցին Եվրամիությունը թույլատնելուն ուղղված շատ լուրջ ծրագրի իրականացումը։ Ուկրաինական պատերազմն էլ կտրեց ցամաքային տրանզիտը Չինաստանից դեպի Եվրամիություն Ռուսաստանի տարածքով։ Հիմա փորձ է արվում նոր ուղի հարթել եւ օրինակ Թրամփի ուղին մեղրիով գովազդվում է որպես տարանցման լրացուցիչ հնարավորություն նաեւ Չինաստանի համար, թեև հարմար ուղիներից մեկը Կենտրոնական Ասիա, Ադրբեջան, Վրաստան, Սևծով կամ Թուրքիա ճանապարհն է, բայց քանի որ Վրաստանը այսօր դիտարկվում է ռուսական ազդեցության գոտում որպես էական օղակ, հետեւաբար Թրամփի ուղին կարող է Վրաստանը շրջանցելու լավ հնարավորություն առաջացնել, միևնույն ժամանակ հագուրտալով Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջներին, Ադրբեջանը այդպիսով դեպի Նախճիվան ուղի կստանա, ճանապարհ կստանա, ինչը մեծ հաշվով այսօր այդ մեղրի ճանապարհի հիմնական դերն է լինելու առայժմ այդպես է։ Ռուսաստանն այդ դեպքում ինչու ներքաշեցին ուկրաինական հակամարտության մեջ եւ ընդհանրապես ինչու հրահարվեց այս կոնֆլիկտը։ Ռուսաստանը քաղաքական փոխադարձ շահերի ապահովման ծրագրի տակ մտավ եւ այդ առումով Ուկրաինայում տարածքներ վերցնելու հնարավորություն ստացավ, հավանաբար նաև Միացյալ Նահանգների, եթե ոչ ուղղակի աջակցությամբ, գոնե լռելիային համաձայնությամբ, բայց այդ գործողությունը իրականացնելու համար անհրաժեշտ էր Եվրամիությունից դուրս ցամաքային նոր ուղի հարթել եւ այդ ուղին իրեն տվեց Թուրքիան։ Թուրքիան դարձավ Ռուսաստանի ալտերնատիվ ելքը դեպի աշխարհ ցամաքային ճանապարհով։ Բայց այդ փոխանակումները միայն Ուկրաինային չվերաբերեցին, այսինքն Արցախի կորուստը եւ Հայաստանի տարածքների մի մասի կորուստը հօգուտ Ադրբեջանի, Սիրիայի իրադարձությունները, Գազայի իրադարձությունները, դրանք բոլորը անհրաժեշտ է դիտարկել Թուրքիայի, Ռուսաստանի, Իսրայելի ուղղակի եւ անուղղակիորեն Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի շահերի փոխադարձ ճանաչման եւ աջակցման ծիրում։ Այսինքն դա մեծ ծրագիր էր, որի շնորհիվ կորուստներ ունեցանք մենք, Սիրիան ըստ էության ավելի ճիշտ պատճառով կործանվեց, Գազայի արաբ բնակչությունը
մեծագույն արհավիրքն ապրեց Ուկրաինան, հսկայական տարածքներ կորցրեց եւ բազմաթիվ մարդկային զոհեր տվեց։ Թուրքիան, Իսրայելը, Ռուսաստանը, Ադրբեջանը շահառուների այս գործընթացի շահառուները կարող ենք համարել։ Իսկ Ղարաբաղյան կոնֆլիկտը եւ Արցախի բռնազավթումը ինչ կապ ուներ Ուկրաինայի պատերազմի հետ, կարող ենք ասել, որ դա նախերգանքն էր։ Դա իհարկե այդ մեծ ծրագրի բաղադրյալն էր, որում առաջին քայլն էր, որում տեսանք, որ Արցախը երկու փուլով հանձնվեց։ Առաջի փուլը եղավ, երբ որ հանձնվեց Արցախի մեծագույն մասը, եւ Արցախի մնացած մասում տեղակայվեցին ռուս խաղաղապահները։ Եվ երբ Ռուսաստանը 22 թվականին մտավ Ուկրաինայի տարածք, շատ արագ լուծվեց Արցախի մնացյալ մասի հարցը եւ 23 թվականի սեպտեմբերին Արցախը լիովին հայաթափվեց։ Այսինքն այդ մի տարին ռուսների համար զորք պահել Արցախում երաշխիք էր, որ իր գործընկերները հանձինած Թուրքիայի իրենց կպահեն այնպես, ինչպես խոստացել էին։ Եվ ինչ ստացավ Ռուսաստանը դրա դիմաց։ Ճանապարհ եւ զավթված տարածքների հետ կապված լոյալ վերաբերմունք առնվազն Միացյալ Նահանգների կողմից։ Թուրքիան դեռ իր խաղը շարունակում է եւ Ղրիմի միացումը եւ Դոնբասի միացումը Ռուսաստանին չի ճանաչում, բայց այնուամենայնիվ, եթե Միացյալ Նահանգները այդ քայլին գնան միակողմանի, իսկ դա բացառված չէ, գուցե ոչ միանգամից բոլոր տարածքների պատկանելությունը Ռուսաստանին ճանաչեն, օրինակ սկսեն Ղրիմից, որպեսզի Ուկրաինային խթանեն խաղաղության համաձայնագրի Թրամփյան պլանն ընդունելու հարցում Միացյալ Նահանգները կարող են այսօր միակողմանի քայլեր նախաձեռնել, ասելով, որ Ուկրաինան իրեն ճիշտ չի պահում, բայց ամբողջ խնդիրը հետեւյալն է. Ռուսաստանը, եթե իր տարածաշրջանային հարցերն է լուծում, ապա Միացյալ Նահանգների խնդիրը գլոբալ գերակայության ապահովումն է նաև ապագայում, այսինքն այն ինչ կատարվում է այսօր մեր տարածաշրջանում կամ Ուկրաինայում կամ կատարվի Իրանում, Կենտրոնական Ասիայում, դա Միացյալ Նահանգների գլոբալ ծրագրի մասերն են։ Ռուսաստանը կամ Թուրքիան կամ Ադրբեջանը կամ Իսրայելը այդ առումով այդ գլոբալ ծրագրի ամեն մեկը իր հատվածի պատասխանատուն է։ Ինչպես գիտեք, Ժնևում տեղի ունեցան բանակցություններ առաջարկված ծրագրի վերաբերյալ եվրոպական երկրների, Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների հետ եւ ԱՄՆ եւ Ուկրաինայի ներկայացուցիչների Ժնևում հանդիպումից հետո Սպիտակ տունը հայտարարեց, որ ապագա համաձայնությունը, ապագա որևէ համաձայնագիրը պետք է ամբողջությամբ երաշխավորի Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ ապահովի կայուն եւ արդար խաղաղություն։ Ըստ ձեզ որ կողմն է ավելի շատ շահում այս գործարքից, եթե նաեւ նկատի ունենանք եվրոպական երկրները։ Դե նախ պետք է հավատանք, որ գործարքը կկայանա այս պարամետրերով, որոնք որ ներկայացված են։ Ես արդեն ասացի, թե բոլորը գովերքում են Թրամփի ծրագիրը, այնուամենայնիվ բոլորի մոտ կան վերապահումներ։ Ընդ որում ամենազուսպը հենց ռուսական կողմն է, որտեղ ըստ որոշ տեղեկությունների Թրամփի ծրագիրը ստացվել է ռուսական կողմից, այսինքն կետերի մշակումը կատարվել է ռուսական կողմի ջանքերով, փոխանցվել է այդ ծրագիրը Միացյալ Նահանգներին այն տրամաբանությամբ, որ այդ ծրագիրը Թրամփի կողմից կներկայացվի որպես Թրամփի ծրագիր, ոչ թե ռուսական եւ Ռուսաստանի շահերի նկարագիրը ապահովող ծրագիր։ Հիմա Միացյալ Նահանգները ասում են, սա մեր առաջարկն է, դա լրամշակելու ժամանակ ու հնարավորություն ունեն ուկրաինացիները եւ ռուսները, բայց բոլոր դեպքերում եթե Ուկրաինան չընդունի այս ծրագիրը, ուրեմն պետք է կռվի, իսկ մենք իրեն այդ աջակցությունը, որ տրվում էր նախկինում, չենք տալու։ Ես Սպիտակ տունը հայտարարում է, որ վերջնական որոշում պետք է կայացնեն Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների նախագահները։ Դե կարծում եմ, որ սա Զելենսկու վրա ճնշում գործադրելու լրացուցիչ միջոց է,
Զելենսկին էլ կարծես թե ուզում է հանդիպել նախագահ Թրամփին, մեկնել Միացյալ Նահանգներ, բայց նաև ցանկանում է, որ եվրոպական առաջնորդները եւս այդ հանդիպմանը մասնակցեն։ Իսկ սա նշանակում է, որ կա ներքին անհամաձայնություն։ Բոլոր դեպքերում անգամ ամերիկյան կողմն է ասում, որ մեծ առաջընթաց կա, բայց կան փոքր անհամաձայնություններ։ Ինչը իհարկե փոքրինչ ծիծաղելի է, որտեղ փոքր անհամաձայնությունները վիժեցնում են մեծ ծրագիրը, այսինքն նրանք այդքան էլ փոքր չեն։ Հետևաբար ինքը գործընթացը կարծում եմ տևական ժամանակ դեռ կձգվի, իսկ այդ ընթացքում կարող են տեղի ունենալ իրադարձություններ, այնպիսի իրադարձություններ, որ էապես կփոխեն իրավիճակը, որ կա այսօր, եւ պատճառ կդառնան նոր նախապայմանների համար Ռուսաստանի կողմից կամ Միացյալ Նահանգների կողմից, այնպիսի նախապայմանների, որոնք որ Եվրամիության համար բացարձակ անընդունելի կլինեն։ Իսկ եթե պատերազմը դադարեցվի եւ խաղաղություն հաստատվի, ինչ որ գործարք ստորագրվի Ռուսաստան, Եվրոպա, Ուկրաինա, Միացյալ Նահանգներ այս տիրույթում, դա կարող է դառնալ սկիզբը նոր աշխարհակարգի։ Ես դա բացառում եմ, որտեվ այս գործընթացները աշխարհում գլոբալ հավասարակշռության խախտման հետևանք են։ Այն ինչ որ անում են Միացյալ Նահանգները եւ նրանց մերձավոր դաշնակիցները, նոր հավասարակշռություն հաստատելու խնդիրը լուծելուն է միտված։ Նոր հավասարակշռության այս համակարգում էապես պետք է փոխվի Եվրամիության դերը, էապես պետք է փոխվի Չինաստանի կարողունակությունը։ Իսկ ով է փոխելու Եվրամիության դերը, Միացյալ Նահանգները։ Այո, նրանք արդեն փոխել են։ Եվ Եվրոպայի այս ակտիվացումը Ուկրաինայի հետ կապված դրա վկայությունն է։ Միացյալ Նահանգները իրենք ինչ որ առումով ուկրաինական հակամարտության նախաձեռնողը լինելով եւ Եվրամիությանը դրա մեջ լիարժեքորեն ներքաշելով, այսօր ասում են մենք գործ չունենք այս ամեն ինչի հետ։ Սա եվրոպական խնդիրներ են, մենք ուղղակի լավություն ենք անում, փորձում ենք խաղաղություն հաստատել ձեր բոլորի համար, բայց դուք չեք ուզում։ Իսկ մենք պատրաստ չենք ֆինանսավորել այս անիրավ պատերազմը, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել արդեն, եւ եթե չկանգնի, ապա նոր զոհերի առիթ կտա։ Այսինքն Ուկրաինային զոհաբերում են ըստ էության։ Այսինքն Ուկրաինային զբաղուց են զոհաբերել։ Հիմա այդ զոհաբերությունից բխող հետևանքների մասին է խոսքը ուրիշների համար։ Ըստ էության այսօր այնպիսի իրավիճակ է ձևավորվել, որ եւ Եվրամիությունը, եւ Ռուսաստանը մեծապես կախման մեջ են միջնորդի դիրքերից հանդես եկող արդեն Միացյալ Նահանգներից։ Եթե հաշվի առնենք, որ դեռ 2013-14-ից սկսած Մայդանի իրադարձություններից, Ղրիմի միացումից սկսած ուկրաինական հակամարտությունը կամ Ուկրաինա-Ռուսաստան հակամարտությունը իր այսպես ասած գործարանային կարգավորումներով կարծես թե միտված էր այդ բաժանարար գիծը հստակ գծելու Եվրամիության եւ Ռուսաստանի միջև աշխարհակաղակական ազդեցությունների։ Հիմա այս դեպքում եթե Եվրոպան փորձում է իր պաշտպանական համակարգը ստեղծել, այս առումով ինչ փոփոխություն է տեղ ունեցել։ Փորձում է իր պաշտպանական համակարգը ստեղծել, որտեղ հասկանում է, որ Միացյալ Նահանգները Եվրամիությանը չեն պաշտպանելու։ Իսկ բաժանարար գիծը, որ ձևավորվել է Ռուսաստանի եւ Եվրամիության միջև, դա բալթյան պետություններն են, Ուկրաինան եւ Լեհաստանը, որոնք ընդհանուր առմամբ կամ հստակ հակառուսական դիրքի մեջ են եւ միևնույն ժամանակ նաեւ անջրպետում են Եվրամիության ֆրանկո-գերմանական միջուկը Ռուսաստանից, կանխելով ցամաքային ճանապարհով նրանց փոխգործակցության հնարավորությունը։ Այսինքն Եվրամիությունը Ռուսաստանից բաժանված է թշնամական պատնեշով։ Այդ պատնեշը թշնամականն է իհարկե առաջին հերթին
Ռուսաստանի համար, բայց միևնույն ժամանակ նույն ինտենսիվությամբ գործում է ընդդեմ Եվրամիության միասնականության։ Թեև այլ բան է ասվում։ Բայց հակառուսականությունը տվյալ դեպքում ֆրանկո-գերմանական այդ միջուկի կորիզի շահերին հարվածող մի բան է, որտեվ եթե Միացյալ Նահանգները չեն աջակցում Եվրամիությանը, ապա բնական է, որ Ռուսաստանի հետ մերձեցումը կարող էր հատկապես Գերմանիայի համար տնտեսական առումով բախտորոշ մի բան դառնալ, բայց Եվրամիություն Ռուսաստան միավորումը Միացյալ Նահանգների համար անընդունելի է, մերժելի է եւ չի հանդուրժվելու։ Դրա համար Միացյալ Նահանգները առանձին աշխատում են ռուսների հետ, առանձին եվրոպացիների հետ, բայց երկու դեպքում էլ ապահովում են սեփական շահերը։ Բայց դուք ինչ եք կարծում, աշխարհակաղակական այս զարգացումները կհանգեցնեն բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը, թե Միացյալ Նահանգների բազմաբևեռ աշխարհը նոնսենս է։ Թեև դրա մասին շատ են խոսում։ Դե շատ են խոսում, բայց դա չի նշանակում, որ դա նոնսենս չի։ Բազմաբևեռ աշխարհը կոնֆլիկտների աշխարհ է, որտեղ մրցակցությունը բազում բևեռների միջև սրվելու է։ Առայժմ կա մի բևեռ, որի դեմ բոլորն են փորձում ինչ-որ ձևով իրենց դիմադրության պատվարները կառուցել, բայց այդ մի բևեռը հենց իր մերձավորագույն դաշնակիցների հետ միասին ծրագրում եւ իրականացնում է այն անհրաժեշտ քայլերը, որոնք կապահովեն այդ մի բևեռի կամ միակ բևեռի գերակայությունը առաջիկա տարիների համար։ Կարող են անգամ ձևավորել կեղծ բևեռներ, թշնամական 1 կամ 2 բևեռ, որոնց դեմ արդար եւ այսպես հրեշտակատիպար միակ իրական բևեռը կպայքարի եւ այդ պայքարին կմիավորի այլ ազգերին եւ պետություններին, բայց բազմաբևեռ աշխարհը առայժմ դեկլարատիվ բնույթ ունեցող մի բան է եւ բազմաբևեռ աշխարհը կոնֆլիկտացին աշխարհ է։ Բայց եթե Միացյալ Նահանգներն է աշխարհի միակ գերտերությունը եւ այսպես միջազգային կայունության ու անվտանգության ոստիկանը ինչու չի կարողանում այդ խաղաղությունը հաստատել, թեկուզ մեր տարածաշրջանում։ Որովհետեւ իր շահերը այսօր հնարավոր է ապահովել աշխարհը կառավարելով կոնֆլիկտների միջոցով։ Դրա համար էլ ամենամեծ խաղաղարարն է այսօր նախագահ Թրամփը։ Ուրեմն տեսնում ենք, որ ինչ-որ կոնֆլիկտներ կամ պատերազմներ կանգնում են կամ սառում են, նորերն են առաջանում, բայց բոլոր դեպքերում բռնության ծավալումը աշխարհում շարունակվում է։ Եվ նորանոր աշխարհագրական տարածքներ են հայտնվում այդ բռնության ալիքի տակ։ Եվ անգամ տեսեք Սիրիան, որ կարծես թե ամեն ինչ այնտեղ ավարտվեց, իշխանափոխությունը տեղի ունեցավ, բայց այդ իշխանափոխությունից հետո բռնությունների եւ արյունահեղության ալիքը ծավալվեց ամբողջ երկրով մեկ եւ այսօր եւս միջերկրածովային առափնյա շրջաններում բռնություններ են իրականացվում ալևիների, քրիստոնյաների նկատմամբ եւ սա այդ այսպես ասած իշխանափոխության եւ խաղաղության գինն է եւ խաղաղարարության գինը։ Միացյալ Նահանգները կարծեմ Սիրիայում իրենց ռազմակայանը տեղակայելու ծրագրեր ունեն։ Ռուսները ունեն այնտեղ ռազմակայան, Իսրայելը այնտեղ ունի ռազմական ներկայություն, հենց բուն Սիրիայի տարածքում։ Թուրքիան մեծ ազդեցություն ունի, բայց արյունահեղությունը չի կանգնում։ Դե բայց դրա համար պետք է հասկանալ, որ Սիրիայի պես առանձնահատուկ պետությունները իրանք բազմազգ են, բազմակրոն են, ինչպես դուք նշեցիք, բազմաթիվ էթնո-կոնֆեսիոնալ խմբեր կան եւ միայն բիրտ ուժի միջոցով է հնարավոր լինում կայունությունն ապահովել, ինչպիսին Ասադի ռեժիմն է։ Եվ Միացյալ Նահանգների քաղաքականությունը, թե Ասադի ռեժիմը, թե Սադամ Հուսեյնի վարչակարգը եւ նմանատիպ այլ վարչակարգերը տապալեն էր, այդպես չէ։ Տապալել են, այո, բայց խաղաղություն դրանով չեն հաստատել եւ համերաշխություն դրանով չի հաստատվել։ Ընդհակառակը այդ միջոցով դրվեց պետության մասնատման տրոհման հիմքը, նախադրյալները թե Իրաքում, թե Սիրիայում։ Եվ կարծում եմ դա ժամանակի հարց է, ուղղակի։ Իսկ եթե փորձենք զուգահեռներ անցկացնել,
Թրամփի առաջարկած խաղաղության ծրագրի միջև Ուկրաինայի կապակցությամբ եւ Թրամփի միջնորդությամբ ստորագրված հայտնի Վաշինգտոնյան հռչակագրի կամ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի միջև ինչ զուգահեռներ համեմատության եզրեր եք տեսնում։ Տեսեք, ուրեմն Ուկրաինայի հետ կապված Միացյալ Նահանգները փորձում են կառավարել ոչ միայն կոնֆլիկտի ընթացքը, այլև դրանում ներգրավված կողմերի քաղաքականությունը։ Իսկ Հեղրիում ամերիկյան ներկայությունը թույլ է տալիս վերահսկել հաղորդակցության ուղիները, որոնք համարվում են կրիտիկական կարևորության բան եւ վերաբերում են ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, վերաբերում են այդ ողջ ճանապարհին Չինաստանից, Կենտրոնական Ասիայով, Հարավային Կովկասով, Թուրքիայով դեպի Եվրոպա կամ Սևծովով։ Այսինքն այս մի փոքրիկ հատվածի միջոցով Միացյալ Նահանգները իրենց վերահսկողությունը կարող են սահմանել քաղաքական առումով եւ Թուրքիայի հանդեպ, եւ Ադրբեջանի հանդեպ, եւ Հայաստանի հանդեպ, ինչ-որ առումով Ռուսաստանի հանդեպ, Իրանի հետ կապված լրջագույն ձեռքբերում էր դա Թրամփի համար եւ բնական է Կենտրոնական Ասիա եւ Չինաստան հեռանկարում։ Սա կարող է իր դերը ունենալ։ Բայց իրադարձություններից առաջ ընկնենք, որտեղ կարող են գործարկվել սցենարներ, որոնք Մեղրիով անցնող Թրամփի ուղու նշանակությունը զերեղացնեն։ Եվ այդ ծրագիրը առայժմ իրագործված չէ, այդպես չէ։ Ոչ, առայժմ իրագործված չէ։ Բայց կարող է սցենարը գործարկվել նախքան Թրամփի ուղու իրական գործարկումը դրանով տարանցիկ բեռների փոխադրման սկիզբը։ Իսկ Ադրբեջանի միացումը կենտրոնասիական C5 ձևաչափին ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր տարածաշրջանի վրա եւ տարածաշրջանի շուրջ ինտեգրացիոն գործընթացները։ Եկեք խոսենք Հայաստանի մասին, որտեղ մեր տարածաշրջանը Հարավային Կովկասը այնուամենայնիվ միատարր չէ եւ միասնական չէ։ Բայց Հայաստանի վրա ազդում է, չէ՞։ Դե բնականաբար դրա համար խոսենք Հայաստանի մասին, ոչ թե տարածաշրջանի։ Հայաստանի համար միացումը Ադրբեջանի Կենտրոնական Ասիայի պետություններին, այդ ակումբին ընդհանրապես նշանակում է, որ Ադրբեջանը մասնակցելու է Կենտրոնական Ասիայում ծավալվող իրադարձություններին առաջիկա տարիների ընթացքում։ Իսկ այնտեղ Չինաստանի գործունեության հետ կապված կարող են հետաքրքիր զարգացումներ ունենալ, նաև կոնֆլիկտածին զարգացումներ կարող են տեղի ունենալ, Ադրբեջանը փաստորեն նաև այդ թատերաբեմում է դերակատարում ստանում, ինչպես ստացել է արդեն Հարավային Կովկասում եւ հատկապես Իրանի դեմ պլացդարմ ձևավորելու գործընթացի համատեքստում։ Եվ կարող ենք ասել, որ Հայաստանը ըստ էության այսպես ակտիվորեն ներգրավում է թյուրքական աշխարհի մեջ։ Ակտիվորեն ներգրավելու ես կարծում եմ հարց չկա այստեղ, բայց իրենք հենց այդ իրադարձությունները եւ գործարկվող ծրագրերը կարող են Հայաստանը դարձնել այդ թյուրքական աշխարհի ներքին փոխազդեցություններում ներգրաված մի օղակի, հատկապես Թուրքիայի եւ մնացյալ թուրքական աշխարհի միջև։ Բայց նաեւ այդպիսով Միացյալ Նահանգների համար Հայաստանը կարող է վերածվել այդ երկուսի Թուրքիայի եւ թուրքական աշխարհի նկատմամբ վերահսկողություն սահմանելու յուրօրինակ մի այսպես մեխանիզմ կամ օղակ, որի միջոցով այդ փոխգործակցությունը Թուրքիայի եւ մնացածի միջև կարող է ակտիվացվել կամ սառեցվել։ Այսպիսով դուք ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկար մոտ ապագայում չեք տեսնում։ Ես չեմ կարծում, որ խաղաղություն եւ կարգավորում այն իմաստով, որ իրական խաղաղություն կհաստատվի, կողմերը կհաշտվեն, կներեն միմյանց եւ կսկսեն փոխգործակցել, ես նման հնարավորություն հեռանկար չեմ տեսնում։ Եվ հետաբար ինչ զարգացումներ եք կանխատեսում։ Զարգացումները կլինեն ընդհանուր առմամբ բացասական հատկապես Եվրամիության համար, որտեղ Եվրամիությունը այդպիսով դուրս է մնալու Միացյալ Նահանգների իրական շահերի ծիրից, Ռուսաստանի նկատմամբ դրական փոփոխություններ ձևակերպելու հնարավորությունից եւս զրկված է լինելու եւ մեծ հաշվով որոշակի
տնտեսական վակուումի մեջ է հայտնվելու, որը կարող է խթան դառնալ Եվրամիության տրոհման համար, ընդ որում տրոհումն էլ կարող է լինել աստիճանական, նախ Եվրամիությունը անձնես Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, այսինքն Եվրամիության հնաբնակների անձնես նրանց ձևավորի Եվրամիություն 2, ավելի նեղ կազմով ակումբ Եվրամիության, որից դուրս կմնան տնտեսապես պակաս զարգացած եւ հեռանկար ունեցող պետությունները, արևելյան Եվրոպայի պետությունները, ապա ուղղակի կարող է հենց այդ երկրորդ ակումբը նույնպես ստիպված լինել գնալ այն ճանապարհով, որ դրա անդամներից յուրաքանչյուրը փորձի իր կյանքը կազմակերպել ինքնուրույն, որտեղ այդպիսին է զարգացումների տրամաբանությունը աշխարհում։ Իսկն գործը երկու խոսքով գնում է դեպի այն, որ Եվրամիությունը կորցնի իր երբեմնի տնտեսական նշանակությունն ու պոտենցիալը տրոհվի մասերի եւ առանձին փորձի հաստատել տնտեսական, քաղաքական, անվտանգային հարաբերություններ իր դիրքը վերահաստատած համաշխարհային հեգեմոնի հետ, Միացյալ Նահանգների, կլինի դա թե Չինաստանը, կլինի դա այլ հարց է։ Ուղղակի այսօր բոլոր ճանապարհները աստիճանաբար փակվում են Եվրամիություն Չինաստան ցամաքային ուղիներով կապվելու համար, իսկ ծովային ուղիները այսպես թե այնպես վերահսկվում են ամերիկա-բրիտանական ռազմածովային ուժերի կողմից։ Դրա համար էլ ամեն գնով թույլ չի տրվում, որպեսզի այս խնդիրը լուծվի, ճիշտ հասկացա՞ծ եմ։ Ուկրաինական խնդիրը պետք է չլուծվի, այսինքն խնդիրը այդպես է։ Ես շահերի տեսանկյունից եմ ասում, ես չեմ ասում, որ Ամերիկայի նախագահը ինչ որտեղ նման բան է ասել։ Բայց շահերի առումով այո, բայց միայն Ամերիկայի նախագահը չի։ Դե իրենք միայնակ չեն գործում, ասում եմ, կան Միացյալ Նահանգների մերձավորագույն դաշնակիցներ, դա Մեծ Բրիտանիան է, որը Եվրամիությունից վաղօրոք դուրս եկավ ժամանակին, եւ դա իհարկե պատահական չէր, դա Եվրամիության տրոհման նախերգանքն էր։ Դա Իսրայելն է, դա Թուրքիան է որպես ժամանակավոր եւ փոքր ծավալի օպերացիաների մասնակից, բայց չմոռանանք կա Կանադան, կա Ավստրալիան, Նոր Զելանդիան, այսինքն Միացյալ Նահանգները ունեն ակտիվ աջակիցների ակումբ եւ կան աջակիցներ, որոնք կակտիվանան անհրաժեշտ պահի։ Իսկ Հայաստանը ձեր տպավորությամբ ինչպես է դիրքավորվում այս գործընթացների հանդեպ։ Ինչպես որ դիրքավոր են, այնպես էլ դիրքավորում է։ Իսկ ինչպես կուզեիք, որ դիրքավորվեն, նկատի ունենալով, որ կա օրինագիծ Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է եւ այլն եւ այլն։ Ինչպես դիրքավորվելու մասին անհրաժեշտ է վաղօրոք մտածել, այսինքն այն ինչ որ առաջարկվում էր օրինակ 10 կամ 15 կամ 20 տարի առաջ, այն ժամանակ էլ պետք է սկսել։ Եթե դա սկսվեր այն ժամանակ, գուցե Արցախն էլ մենք մինչև հիմա պահած կլինենք եւ անգամ Հայաստանի կազմում։ Դա չարվեց։ Որպեսզի հիմա մեր դիրքավորման մասին խոսենք, պետք է լինի դրա համար պետական պատվեր եւ այդ պատվերի շրջանակներում պետք է որոշվի, թե Հայաստանի համար որն է լավագույն ապագան 30, 40, 50 տարվա կտրվածքով եւ այդ լավագույն ապագան ապահովելու համար Հայաստանն այսօր ինչ պետք է անի։ Դե բնականաբար երբ ասում ենք պաշտոնական Երևան, նկատի ունենք Փաշինյանի վարչակազմը, որովհետեւ նկատի ունենք ցանկացած իշխանություն, ցանկացած կառավարություն, որ գիտի, որ մի քանի տարի հետո նա այլևս իշխանություն չի ունենա, բայց այսօր իր նախաձեռնած գործը անհրաժեշտ կլինի, պիտանի կլինի երկրին եւ ժողովրդին 10, 15, 20 տարի հետո։ Բայց դա մասնագիտական խնդիր է։ Դա քաղաքական գործիչների որոշելիքը չէ բովանդակային առումով։ Նրանք կարող են հավանություն տալ կամ չտալ, որտեղ ավելին ընդունակ չեն։ Մասնագիտորեն զուտ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, մենք զրուցում ենք դիվանագետ Արման Մելիքյանի հետ։ Կհանդիպենք վաղը ցտեսություն։